Հոկտեմբերի 19-ին Հայաստանի հարավային դարպասում օրը տոնական էր։ Ագարակը տոնեց հիմնադրման 76-ամյակը։ Նախապատրաստական աշխատանքները սկսել էին վաղ առավոտից։ Միջոցառումների շարքը մեկնարկեց Ագարակի վարչական շենքից հյուրերի դիմավորմամբ։ Շնորհավորելու էին եկել մարզային համայնքային իշխանությունների, ազգային ժողովի եւ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսարանի ներկայացուցիչներ։ Քանի որ Ագարակը սահմանին ամենամոտ քաղաքն է, կցանկանայինք, որ մեծ թվով մարդիկ տիրապետեին պարսկերենին։ Աշխատում ենք նաև Մեղրի համայնքի համար քույր քաղաք գտնելու ուղղությամբ։ Եթե նման հուշագիր ստորագրվի, բնականաբար մեծ ասպարեզ կբացվի տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում համագործակցության համար։ 4-5 օր առաջ էի Ագարակում, Մեղրիում, կրկնում եմ, որ ինձ համար դա շատ հաճելի վայր է եւ ես այսօր Երևանից եկել եմ շնորհավորելու ագարակցիներին։ Հայաստանի Հանրապետության հարավային քաղաքներից մեկն է եւ միշտ համոզված եմ եղել, որ ժողովուրդը կանգնելու է եւ միշտ էլ պայքարելու է իր տարածքի համար, այս տարածքի համար եւ խնդրում եմ լինել այդպիսին, ինչպիսին է կաք, հյուրասեր, աշխատասեր ժողովուրդ։ Ուզում եմ շնորհավորել բոլոր ագարակցիներին, մաղթել արևշատություն, մաղթել հաջողություններ եւ բարգավաճում։ Ներկաներն ու հյուրերը ծաղիկներ խոնարեցին հայրենական մեծ պատերազմի եւ 2020 թվականի զոհվածների հուշահամալիրներում հարգելով նահատակների հիշատակը։ Հաջորդիվ կայացավ հանդիսավոր նիստը։ Ելույթ ունեցողներն անդրադարձան Ագարակի անցած ուղուն, տարիների ձեռքբերումներին եւ իրականացված ծրագրերին։ Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը շեշտեց, քաղաքի տեսանելի առաջընթացը հնարավոր է միայն համատեղ աշխատանքի եւ միասնության շնորհիվ։ Թող Ագարակը շարունակի դառնալ հզորի խորհրդանիշ։ Այն կշարունակի ծաղկել այնքան ժամանակ, քանի դեռ մենք շարունակենք հավատալ եւ գործել նրա անունից։ Շնորհավոր տոնը, իմ սիրելի Ագարակ։ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Ալեքսանդր Բելյաևը երախտագիտություն հայտնեց ձեռնարկության աշխատակիցներին, որոնց դերը համայնքի զարգացման գործում նշանակալի է։ Ուրախ եմ բոլորիդ տեսնել։ Շնորհավորում եմ տոնի առթիվ։ Այս քաղաքը գնալով ինձ հարազատ է դառնում եւ ցանկանում եմ, որ այն դեռ երկար տարիներ ծաղկի։ Մենք ջանք չենք խնայի քաղաքն ավելի լավը դարձնելու համար։ Մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկինք եւ առողջություն։ Մեղրու տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ռաֆայել Քահանա Խաչիկյանի խոսքով 76-ը քաղաքի համար երիտասարդ տարիք է, սակայն չնայած դրան Ագարակը հասցրել է ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի պատմության մեջ։ Այս 76 տարիները դա համախմբված աշխատանքի արդյունք է, սիրելի ներկաներ։ Այս 76 տարիները չէր լինի, եթե չլիներ սեր եւ միաբանություն, եթե չլիներ նվիրում, եթե չլիներ քրտնաջան աշխատանք։ Եվ եթե ուզում ենք, որ այս 76 տարիները դառնա 760 եւ այսպես շարունակ զրոներ կողքին ավելանա, այդ նույն սերն ու նվիրումը պետք է մենք բոլորս ցուցաբերենք։ Ագարակ քաղաքին եւ Մեղրի համայնքին մշտապես աջակցելու, տարածաշրջանի խնդիրներին ականջալուր լինելու եւ մեղրեցում սատարելու համար հուշանվերների արժանացան Սյունիքի մարզպետը, Զանգեզուրի եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատների ղեկավարները, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսը եւ Մեղրի Ագարակ հիմնադրամի տնօրենը։ Շնորհակալագրեր ստացան կրթության, հանքարդյունաբերության եւ մի շարք այլ ոլորտներում ներդրում ունեցած ագարակցիներ ավանդի բազմամյա աշխատանքի համայնքի նվիրվածության համար։ Պատվավոր քաղաքացու կոչում ստացավ ՀԿԿ Մեղրու շրջկոմի երկրորդ քարտուղար Յուրի Մկրտչյանը։ Մեխանիկական բաժնում, որպես ֆրեզերագործ 1963-65 Այդ պատվավոր քաղաքացու կոչումը իմը չի։ Դահլիճում ստաց 260 մարդկանց ընտանանք, բոլորը ինձ հետ միասին մասնակցել են։ Բանակը, էլեկտրիկները, կոմունալը, մյուս բոլոր ծառայությունները, բոլորը կանգնել են հացի գործանի կոլեկտիվի կողքին եւ ամենադժվար ժամանակում ապահովել ժողովրդին հացով, զինամթերքով եւ ամեն ինչով։
Շնորհավորում եմ իմ ագարակիս։ Տոնական օրը համախմբել էր բոլորին, մեծ ու փոքր ներգրաված էին քաղաքի ակտիվ անցուդարձում։ Նրանց հարազատ բնորանը բարեմաղթանքների պակաս չունեցավ։ Մաղթում ենք առողջություն, երկարակեցություն, խաղաղաշատանք, խաղաղություն երկրինքին։ Տանը շնորհավոր ագարակ։ Ես մաղթում եմ քաղաքին առողջություն ու միշտ այսպես սիրուն լինի քաղաքը։ Ես ագարակից չեմ, այստեղ հարս եմ, ճիշտն ասած, 23 տարվա հարս եմ, միշտ տեսել եմ ագարակը ծաղկած, բոլորն էլ լավ աշխատել են, միշտ ագարակը այսպես գեղեցիկ է եղել։ Շնորհավոր տոնը ագարակ։ Այս համերգին երկար եմ սպասել, ուրախ եմ, որ այստեղ լիքը հայտնի արտիստներ են գալու։ Օրը եզրափակվեց գալա համերգով, աշխույժ մթնոլորտն ապահովեցին սիրված երգիչ Արամեն Պետրին և Hayat Project խումբը։ Համերգն ավարտվեց շքեղ հրավառությամբ։